Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 1-9 TV YouTube-յան ալիքում եւ այսօր նույնպես առանձնացրել ենք երկու աշխատություն ու դրանք են Մարիո Վարգաս Լյոսայի Պանտալյոնը եւ այցելուների ջոկատը եւ Ալբեր Կամյուի Անկումը։ Այս անգամ ինձ թվում է ավանդույթը խախտել ենք, մենք կարելի ասել, ու երկուսն էլ գեղարվեստական աշխատություններ են, ընդ որում այստեղ իրանց երկուսի կապը շատ ակնհայտ է լինելու։ Ես այսպես ասած ներածությունը տամ թե ինչի մասին է ու խոսքը փոխանցեմ քեզ շարունակես երկու գրքերում էլ շատ հստակ դրսևորվում է անհատի եւ այդ անհատի այսպես ասած միջոցով հասարակության բարոյական անկումը թե ինչպես է դա դրսևորվում ինչ պայմաններում մեզանից լավագույնները կամ նրանք ովքեր իրենց համարում են բարոյական պարկեշտ ազնիվ մարդիկ ինչպես կարող են այդ անկման մեջ հայտնվել կյանքի որոշակի հանգամանքներում Բարև ձեզ, Լևոնը շատ լավ սկսեց, ես շարունակեմ հենց Կամյուից, այսինքն անկումից, ինչպես է կատարվում, շատ հետաքրքիր բան կա, բնության մեջ ամենածանր հարվածները տրվում են նրանց, ովքեր թվում է, որ ամենաուժեղն են, ու երևի հենց այդ փորձության խնդիրն է, աստվածաշնչյան փորձության խնդիրն է, ու նաև մարդու անկման խնդիրն է, այն մարդիկ, որոնք որ քեզ թվում է, որ սկզբունքային են, հանուն ինչ-որ բանի պայքարում են, պատրաստ են զոհության, մեկը չգիտես որ պահից սկսած, այդ մարդիկ սկսում են անկում ապրել, ու պատահական չի, որ վեպը սկսվում է աստվածաշնչյան Սիզիփոսյան առակից, թե մարդը ինչպես կարող է քարը սարը բարձրանալ ու նույն քարը անընդհատ, այսինքն մի ամենամեծ անեծքը մարդուն, որ կարող է լինել, դա նա է, որ քո աշխատանքը, քո գործը զրոյա։ Ու այստեղ շեշտը ինչի վրա է դրված։ Դրված է նրա վրա, որ ցանկացած մարդ, եթե առանց նպատակի, առանց արժանապատվության, առանց վեհ գաղափարների որևէ բան անում է, ինքը արդեն դառնում է հանուն ոչնչի։ Ցանկացած գործի համար, ցանկացած լինի պետական կառավարման, լինի աշխատանք, եթե զուտ մեխանիկական աշխատանք է տարվում, ինքը այդ մեխանիկական աշխատանքը ինքը դառնում է զրոյական արդյունք, այսինքն հանուն ոչնչի։ Դու մարդը դառնում է կենդանի։ Միայն կենդանիներն են, որոնք որ իրանք մենաքսանունդ հայթայթելու ու նաև իրանց գեները փոխանցելու համար են պայքարում։ Իսկ մարդը մի փոքր ավելի բարձր կենդանի է, ու եթե այդ մարդուց վերցնում ենք այդ բարձր զգացողությունը, միայն կատարողական բաները, հանձնարարություններ կատարելու կամ բան, ինքը դառնում է որտեղ գործիք։ Ու դե հիմա փոխանցեմ Լյոսեի իմ ամենասիրած գործին, որ դու ավելի ոգևորված ես այդ գործից, ու մի հատ ասես թե ոնց է նույն մարդը, որ այսպես ասած ինքը պարտաճանաչորեն կատարում է իր պարտականությունները, ինքը վերահացվում ոչնչի։ Շնորհակալություն։ Շատ ճիշտ նկատեցիր։ Անգամ գիտես ես ինչ համեմատություն կանեի, որ երբ մարդ ուղղակի դառնում է գործիք այդ հրամաններ կատարելու, ինքը կարող ենք ասենք, չգիտեմ, վերածվում է համակարգչի կամ արհեստական բանականության, ի վերջո նրանք էլ, չէ՞, ինչ հրաման ստանում են, դա էլ կատարում են։ Ու դա իրոք Լյոսան լավագույնս է դրսևորել այս իր աշխատությունում, Պանտալյոնում, ցույց տալով, որ երբեմն չափից դուրս պրոֆեսիոնալ լինելը, չափից դուրս իդեալական լինելը, հրամանները առանց 1 մմ շեղման կատարելը ինչ այսպես անկման կարող են բերել, հա, առանց ինքն իր մեջ քննության անցնելու հրամանները։ Դա իրականում նայ այս մոտեցումը ինքը շատ տարածված է, հատկապես ուժային կառույցներում, բանակում, հա, այնտեղ ասում են հրամանները կատարվում են, հետո նոր քննարկվում են կամ հետո նոր անալիզի վերլուծման են ենթարկվում։ Բայց Լյոսան ցույց է տալիս, որ ոչ, եթե դու քո մեջ այդ ֆիլտրացիան, ներքին ֆիլտրացիան չես անցկացնում, ու ուղղակի ես դա արեցի, որովհետև դա հրաման էր այդ սկզբունքով, հա, այսինքն բարոյականության եւ պարտքի զգացումի հրամանի մեջ ընտրություն ես կատարում միշտ օգուտ երկրորդի, անջատելով քո քննադատական մտածողությունը, բարոյականությունը, բանականությունը, դու ընդհանրապես վերածվում ես գործիքի։ Բայց շատ կարևոր է նշելը, որ նույն Պանտալյոնի մեջ այդ կապիտան Պանտոխան մի տեղ է գալիս, մի կետ է գալիս, որ ինքը արդեն
փորձում է ինքը հին բանտոխային վերածվել, բայց ինքն իրեն հարց է տալիս, ասում է, բայց ես ամեն ինչ ճիշտ էի անում, ինչի համար այսպես ստացվեց, բայց այդ ճիշտը ինքը գործողությունը չի, ճիշտը այն բարոյականությունն է, որի վրա դրված է։ Վերջում ի վերջո մի քիչ էլի բացենք բանը, այսինքն խումբ է ձևավորում, որը որ կանանցից բաղկացած ինքը վերածվում սովորական սուտինյորի։ Ինքը ի վերջո եթե մարդը որպես գործիք, ինքը սուտինյոր է, ինքը ճիշտ է հաշվարկները լրիվ ճիշտ են լինում, ինքը ստատիստիկայի դրական ծառայությունները, իր մատուցած ծառայությունները ինքը ցույց է տալիս, որ իր վերադասին, որ ինքը ամեն ինչ ճիշտ է կատարել, բայց վերջում ինքը հարց է տալիս, որ երբ որ սկսում է ինքը ամեն ինչ ճիշտ եմ արել, ինչի այսպես ստացվեց, այսինքն ինչի է ստացվում այդպես, երբ որ մարդուց վերցվում է արժանապատվության զգացողությունը ու ոչ ասելու զգացողությունը։ Հիմա այստեղ տեղափոխվելով Կամյուին ասեմ, այդ ոչ ասելու անբարոյականությունը, կեղտին, ստորացմանը կամ ինչ որ փոքրիկ կամ մեծ զոհության գնալը, դա շատ կարևոր է, որ ոչ ասես այն մարդիկ, ովքեր փորձում են տրորել քո ազգային ինքնասիրությունը, քո մարդկային ինքնասիրությունը, քո արժանապատվությունը, դու պետք է կարողանաս ինչ որ ձևով դրան դեմ գնալ, ոչ թե ասել չէ համակարգը այսպես է ու այդպես է կլինի։ Այստեղ ուզում եմ էլի փոխանցելով խոսքը քեզ ուրիշ բան ասեմ։ Էլի երկու վեպերում եմ մի հատ կարմիր թելի պես անցնում է այն բանը, որ մարդիկ իրանց հրաժարումը իրանց սկզբունքներից ու արժանապատվությունից իրանք ձևավորում են, որ բոլորը մեղավոր են։ Հիմա տեղափոխվելով Հայաստան, այս երկու վեպերն էլ ոնց որ Հայաստանի մասին է գրված, որ մարդիկ, որոնք որ իրականում ես չեմ թեորիա զագավառով չեմ մտածում, որ մարդիկ ի սկզբանե անբարոյական են եղել կամ ինչ որ բան ա եղել պլանավորված այդ մարդկանց վերել են ներդրել են Հայաստանում, որ Հայաստանը հասնել են այս վիճակին։ Չեմ կարծում, բայց ցույց է տրվում, թե մարդը ոնց է ինքը պատասխանատվությունը լողոզում ուրիշների վրա, որովհետև ասում է բոլորը մեղավոր են։ Այս երկու վեպերում էլ անկում է, որ երկու հերոսներին էլ ինչ հարցնում են, երկուսն էլ ասում են, հա բայց մենք համակարգի մաս ենք, մենք մեղավոր չենք, բոլորն են մեղավոր։ Այդ լղոզելը պատասխանատվության, դա ամեն տեղ է երևում ու մարդը, որ մի հատ շատ բանի արի կետին խփենք, որ մարդը տեսնում է երկուսի վտանգն էլ որն է, որ ինքը բացի դրանից, որ իրանք իրանց են ոչնչանում, իրանք են անկոպ ապրում, ինքը իրանք փորձում են թիրախ սարքեն այն մարդկանց, ովքեր դեռ բարոյական ինչ-որ արժեքներով շարժվում են։ Իրանք էլ են ուզում նրանց այնքան այն մակարդակի իջացնեն, որ իրանց ոչնչությունը չերևա։ Հիմա եթե դուք նայում եք Հայաստանի իրավիճակին, այն մարդիկ, որոնք որ հեղինակություն ունեն, լինեն հերոսներ, լինեն գիտնականներ, լինեն որոշակի ավանդույթներ, հոգեվորներ, իրանք ինչ պետք է անեն։ Այս մարդկանց պետք է զրոյացնեն, ոչնչացնեն իրանց կա վարկաբեկելով բառերով ու նենց անեն ընդհանուր այդ լղոզվածության մեջ, որ իրանք դրանով իրանց ոչնչությունն են փորձում բան անեն, արդարացնեն ու նաև իրանք ես վստահ եմ, որ իրանք կարոտախտով են ապրում իրանց այն ժամանակներ, երկու հերոսներն են այն ժամանակներին, երբ որ իրանք արժանապատիվ մարդիկ են, որովհետև դա ճիշտ է վեպում ուղիղ չի ասվում, բայց երկու դեպքում էլ այդ մարդիկ կարոտախտում են, զղջման այդ կարոտախտում են իրանց նախկին եսերի հետ։ Հիմա էլ եթե ես վստահ եմ, որ հիմա կարող է մարդիկ իշխանությունից օգտվում են, իրանք շատ լավ են իրանց զգում, բայց ես կարող է գիշերը գլխները բարձին դնելուց իրանք ասում են, բայց արդյոք էսի արժեր այն նույն մարդը, արդյոք իրանք չեն կարոտում են իրանց նախկին մարդուն, որ իրանք եղել են։ Ով որ այդ պաշտոնները չուներ կամ որ չեն նույն ռոմանտիկ մարդիկ, ես հիմա նայում եմ ելույթները մեր իշխանությունների, որ մարդիկ իսկականից հավատով լցված իրանք ուզում են ինչ-որ բան, բայց հիմա այդ նույն մարդիկ այսքան անկում ապրեն, այսքան ոչնչանան, ինչ է լինելու։ Այստեղ ես պետք է տրամաբանական հարց տամ, արդյոք իրանք հավատով լցված էին, թե դա ուղղակի մոդայիկ էր այդ ժամանակ ու թրենդային էր, դրա համար պետք է ասեին այդ մտքերը, որովհետև եթե մարդը հավատում է որևէ գաղափարի ու այսօր անում է այդ գաղափարին 180 ճան հակառակ, ապա տրամաբանական հարց առաջանում էլի ինքը փոխվեց, թե ի սկզբանե այդ գաղափարը իրանը չի եղել։ Ինձ թվում է տենց բան չկա, որովհետև այստեղ եթե մենք բանը խոսում ենք անկում վեպի մասին,
ինքը հենց էգզիստենցիալ փիլիսոփայության կրողներ, Կամյուն, ու Կամյուն մի հատ հետաքրքիր բան ասում է, արդյոք հնարավոր է երջանկությունը առանց արժանապատվության։ Այս հարցը շատ կարևոր հարց է։ Առանց արժանապատիվ ապրելու մարդը հնարավոր է երջանիկ լինի։ Եթե քո արժանապատվությունը, հիմա բան է, բաց խոսենք լրիվ, եթե քո հարևան երկիրը կամ այսպես ասած ամեն օր ոտնահարում է քո արժանապատվությունը, լինի բանավոր խոսքով, լինի գործողությամբ, լինի քո տարածքում մնալով, լինի գալով քո քաղաքներ այդ ցինիկաբար իրանց ջիպերով գան, իրանց մատները, ոտները ցույց տան, ծիծաղեն քո վրա, քո ամեն օրյա այդ աշխատանքը դու դրանից կարաս երջանիկ լինես, ինչքան էլ պարգևաճառ ենթադրենք միլիոն լինի, թե միլիարդ լինի, ինչքան էլ դու ինքդ քեզ զրոյացնես, հասցնես կենթանական մակարդակի։ Ես քեզ տեղ ունի բան ասեմ, դες դու խոսում ես պարգևաճառներ ստացվում ես, իշխանության ներկայացնի մասին, բայց ես կասեմ, որ իրանք փորձում են նաև հասարակությանը բերեն այդ մակարդակի, որ հասարակությունն էլ պետք է այսպես ճակերտավոր երջանիկ լինի, որովհետև կան խորոված փարթիներ կամ մնացած այլ համերգներ, արդյոք այդ մարդիկ իրանք երջանիկ են, իրանք իրենց զգում։ Դե տես, դե խնդիրն է, եթե որպեսի էլի պատասխանատվությունը չփորձենք գցել բոլորի վրա, հա, ու դրանով լղոզենք։ Արիգան կոնկրետ անհատների, ովքեր այս գործունեությունը իրականացնում են, ու այսօր փաստացի դրանք իշխանության ներկայացուցիչներն են, սկսած ամենավերևի օղակից, վերջացրած մինչև այն ամենավերջին պաշտոնյան, ով նո առնվազն կրում է այդ գիծը կամ կույր վինտիկը, հա, մեխանիզմի, այդ մեխանիզմի մի բաղադրիչն է։ Դες դու շատ լավ նկատեցիր, որ դա հատկապես նկատվում է հենց Կամյուի մոտ, որ անգամ խոստովանելով սեփական մեղքերը, գլխավոր հերոսը Կլեմանսը, ինքը փորձում է ներկայացնել, որ այո, ես սխալ եմ, բայց մեղավոր են բոլորը։ Ու այսօր գրեթե Հայաստանում ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա, եթե անգամ այդ քո այդպես թեորիան, որ գիշերը գլուխը բարձրացնելով իրանք մտածում են, որ գուցե ինչ-որ բան իրանք սխալ են արել, բայց դրան հետո գալիս է այն մյուս երկրորդ միտքը, որ դե մեղավոր են բոլորը։ Մեղավոր են նրանք, ովքեր հանդուրժեցին, մեղավոր են նրանք, ովքեր այդ քարոզը տարան, մեղավոր են նրանք, ովքեր մեզ մինչ այդ մեղադրում էին, չգիտեմ, ասենք Արցախը հանձնելու մեջ ու դրանով մեզ ստիպեցին դառնալ ոչ մի թիզական։ Ու այդ մեղավորների շարքը այնքան երկար է ստացվում, որ այդ երկար ցուցակի մեջ արդեն դու քո դերը դնում ես, չգիտեմ, 10-րդական, 100-րդական տեղում։ Համարելով, որ մինչ քեզ դեռ շատ ուրիշները կան։ Սա այս մասով ու նաև ինչն է էլի Կամյուի մոտ շատ հետաքրքիր, այստեղ ես կուզեմ զուգահեռ անցկացնեմ Էրիխ Ֆրոմի հետ, այդ փախուստ ազատությունից, որտեղ կարմիր թելը հետևյալն է, մարդիկ խուսափում են եւ մարդիկ չեն ուզում այդ ազատությունը, որովհետեւ ազատությունը ենթադրում է պատասխանատվություն։ Հենց ես էդի Կամյուի մեջ շատ սիրուն ձևի է դրված, որ որն է իրական ազատությունը։ Հենց ինքը բոլոր գործերում էլ ինչքան էլ մենք աբսուրդի ժանրին ենք մենք անդրադառնում, ինքը ազատությունն ու պատասխանատվությունը ինքը մի բանի մեջ ձեռքի բռնած գնում են։ Իրանք առանց պատասխանատվության ազատություն չի կարող լինի։ Այսինքն հնարավոր չի։ Իսկ մեր մոտ հակառակը իրանց թվում է առանց պատասխանատվության, խոսքն էլ է պատասխանատվության։ Ոնց է ստացվում, որ մարդը մի օր առաջվա ենթադրենք այսպես ասած կանխատեսումը չէ, հաշվարկը չի կատարում, ու դա պետության համար ծանր հետևանքներ ունենում։ Հաջորդ օրը հրաժարվում է դրանից։ Ինքը հաջորդ օրը ոչ միայն հրաժարվում է, ինքը ասում է, ես ազատվել եմ դրանից։ Ես ազատվել եմ թոկերից։ Այդ ի՞նչն է այդ թոկը։ Ինքը այդ պատասխանատվությունն է, որտեղ դու պատասխանատվություն ես վերցրել հազարավոր մարդու առջև, որ որոշակի ծրագրեր իրականացնելու, այսինքն իրականում ես քեզ ընտրել եմ ոչ թե նրա համար, որ դու թոկից ազատվես, այլ ես որ պատասխանատվություն վերցրես պետության համար, եթե իրան ընտրեին թոկից ազատելու համար, այդ ծրագրով գնալու մարդը գիտակցաբար այդ ծրագրին կողմ քվեարկեին, ապա հայո։ Բայց մարդը խոստանում է մի բան, խոստանում է նույն ասենք 21 ընտրություններում, հա, Արցախյան այդ Արցախի կարգավիճակի հստակեցում, չգիտեմ, Հադրութի Շուշիի դեօկուպացիա, ու փաստացի 23 թվականին պարզվում է, որ Արցախը ընդհանրապես թոք էր, որից պետք էր ազատվել։ Հիմա Լևոն ջան, մի հատ ուրիշ բան ասեմ, դու ենթադրենք մի հատ ջոկատի հրամանատար ես, հիմա տեղափոխենք Պանտալյոնի վրա ու վերցնում ես այդ ջոկատի հրամանատարությունը, տանում ես քո ամբողջ ջոկատը կոտորվում է, դու մենակ ողջ ես մնում, այդ ջոկատից հետ գալիս ես, ասում ես, ես այդ գործողությունը արել էի, որ ազատվեի
ինչ որ մի բանից, այսինքն որ ցույց տալի որ այդ դիրքը թոք էր մեր դիրքը մեր համար թոք էր։ Բայց եթե թոք էր այդ դիրքը քո համար ինչի էր այդ դիրքը պահում կամ ինչի էր այդքան զոհեր տալիս։ Ինքը լրիվ պանտալյոնություն է անում ինքը իրան, բայց ի տարբերություն պանտալյոնի, որը որ ինքը ներքին կոնֆլիկտ ունի, բայց հիմա ուզում են մեզ ներկայացնել, որ այդ մարդիկ ներքին կոնֆլիկտ չունեն իրանց նախորդ կերպարների ու այսօրվա միջև, որովհետև այդ մարդկանց տարբեր լրիվ հիմա շատ է այդ ծանված թեման, այդ վիշապի կամ դևի, որ քաղաք մտնում են, իրանք են դառնում։ Այսինքն այդ բոլոր բաներում կա։ Այդ ասպետ որ վիշապին սպանում է ինքն է դառնում, ինքը ամեն անգամ, բայց այդ վիշապի սա ոչ թե վիշապի խնդիրն է, ոչ թե այդ բանի, այլ մարդու բարոյական անկման, թե դու եթե այն մարդուն ինչ որ քանդել ես նույն ոչնչացրել ես այդ նույն քննադատել ես պատավատապետության համար, հիմա դու դառել ես պատավատապետություն։ Այն մարդուն, որ քննադատել ես ենթադրենք անդիմադիրներին բանանելու, հետապնդելու կամ ոչնչահանիրավի մեղադրելու, ինչ որ ասել ես դու մնացածներին, դու տասնապատիկ ավելի բան ես դառել։ Դու այսինքն դա մարդկային անկման ու ոչնչացման մեխանիզմ է, որը որ բան չունի, կետ չունի, բայց ես ինչ եմ ուզում երկու վեպերն էլ դրական ձևի ավարտենք, որ երկուսում էլ ինքը լուծումը կա, որովհետև հա մարդը ինքն իրանով փաստացի իր դրված գոյաբանական խնդիրը ինքը կա բանը լուծում են, բայց արդեն երբ որ հայելու արժև են կանգնում, այդ մարդիկ արդեն որպես մարդ գոյություն չունեն։ Իրանք այդ նույն մարդը չեն, իրանք չկան արդեն։ Դե դա ամեն դեպքում որ գրողների մոտ, հա, Լյոսայի ու Կամյուի մոտ դրսևորում է, բայց իրական կյանքում շատ հաճախ կարող անգամ այդ կոնֆլիկտը չկա։ Իսկ վերադառնում ես Պանտալյոնը փորձելով ամփոփենք, հա, իհարկե ինչքանով հնարավոր է կարճ ժամանակում, Լյոսան, եթե մենք գնանք այդ կոնսպիրոլոգիական թեորիաների մեջ, հա, Լյոսան ցույց է տալիս, որ հասարակությանը բարոյապես ոչնչացնելու համար դու պետք է վերցնես այդ հասարակության ամենալուսավոր, ամենավառ կետերին, ամենավառ անհատներին ու իրենց ոչնչացնես։ Դրանով իսկ սիգնալ մեսեջ ուղարկելով մնացածին, որ եթե օրինակ եթե Սրբազանը կարող է հանցագործ լինել, եթե Հայաստանի հերոսը, եթե Հայաստանի ազգային հերոսը կարող է գազի այդ կացայի կաշառք վերցնել ռեմոնտի համար, այսինքն եթե պայմանական հիմա այս վերջին այսպես ավելի ակտուալ կանդազը, հա, Արտուր Ավանեսյանը ձերբակալվել, եթե մարդը հետախույզ է եղել, չգիտեմ քանի անգամ ասենք ադրբեջանական ինչ-որ դիրքերում է եղել, ինչերի մեջով անցել, իր կյանքը բազմաթիվ անգամներ են վտանգավոր կետերում է, հա, իր գործունեությունը ծավալել։ Ինքը իր կյանքը, ասենց ասենք չենք ասում, որ ինքը իր կյանքը զոհասեղանն է դրել։ Առնվազն մարդը քանի պատերազմի մասնակցել է ու քանի դիվերսիոն կամ ինչ-որ այլ հետախուզական գործունեություն իրականացրել, բոլորն էլ բան են եղել, ենթադրել են բռնվելու կամ սպանվելու վտանգ։ Մարդը գնացել է դրան ու այսօր բերել են, հա, ասում են, չգիտեմ, աշարք է տալիս կամ չգիտեմ, ինչ-որ խոստումներ է բաժանում կամ էսա կամ փորձելով թիրախավորել հասարակության լավագույն անհատներին, ամենալուսավոր անհատներին, ուղերձ են հղում մյուսներին, որ ժողովուրդ ջան, նորմալ է, վատը լինելը, անբարոյական լինելը, ցածր լինելը, դա մենք բոլորս ենք։ Դու շատ ճիշտ դերին խփեցիր, եթե մենք հիմա վերհիշենք Աննա Հակոբյանի ստատուսը, իր մեջ գրած էր գիտնական ոչիլ։ Այդ երկու բառի նույն տեքստում հայտնվելը կամ հոգևորական մանկապիղծ։ Ինքը որ հոգևոր մարդը մանկապիղծ է, գիտնականը ոչի։ Այսինքն դու էդի ասոցիացիա ստեղծում, որ այդ բարձր մարդը ինքը ինչ կարանք, այսինքն հերոս տուշոնկայակեր, ինքը ոնց է նույն լեզվաբանական, նույն հոգեբանական առումով ոնց է արժեզրկվում այդ ամեն ինչը ու ամբողջ այդ մարդկանց դու դարձնում ես հավասարացնում ես 0-ի, այսինքն ջնջում ես որպես ու դրան դատապարտող չկա։ Ինչից մենք սկսեցինք, որ այդ 0-ական մակարդակում արդեն բոլորը հավասար են։ Այդ 0-ական մակարդակում իրենց այս իշխանությունների արած մեղքեր ու անբարոյականությունները թվում են նորմալ, լավ, նորմայի մաս, բայց այդտեղ ավելի սարսափելի բան կա։ Այն պարագայում, երբ որ Ադրբեջանն ու Թուրքիան ինքը իր ազգայինը բարձրացնում անում է վերև, իսկ դու քո ազգայինը զրոյացնում ես, դու դառնում ես իրանց մոտ, իրանք քեզ ասում են էս չէիք դուք, եթե պետական պաշտոնյաների բերանով այդ ամեն ինչը հնչում, այսինքն դու իրանց թեզերն ես ապահովում, որ այսինքն դու մի հատ ցածրակարգ ազգ էիր, որոնք որ
էս էին արել, այսինքն նույն թալանչիներն էին, նույն գողեր էին, նույն սրիկաներն էին, ու դա մատուցվում է միջազգային հանրությանը, որ որպես հա, մենք ճիշտ էինք անում, որ այս մարդկանց ոչինչ, մենք ճիշտ արեցինք, որ վտարեցինք մեր երկրից, մենք ճիշտ արեցինք, որ գենոցիդ արեցինք, որովհետև այս մարդիկ կեղտ էին մեր պետության։ Այս ազգը ապրելու իրավունք ունի, որովհետև ինքը մարդկության ամենավարտագույն բանն է, որ ազատվեց, այսինքն որ մարդուն որպես մարդու կերպարը զրոյացնեց, բայց դա մեր ձեռքերով արվում, եթե միշտ պատմության ընթացքում թշնամու ձեռքերով էր արել, հիմա մեր ձեռքերով արվում։ Դրա համար էլի վերադառնալով այն կետին, որ երկու մեր հանճարների, երկու Նոբելյան մրցանակակիրների գործերին ես կուզեմ, որ էլի ելքը որն է, ելքը միայն բանը բարոյական բարձրացումն է, ուրիշ տարբերակ չկա։ Եթե սենց շարունակվի, մի քիչ էլ սենց շարունակվի այդ խորովածա քյաբաբայի պետությունը կամ համերգային պետությունը, մենք այդտեղ պետություն չենք ունենա։ Լավագույն դեպքում ադրբեջանցիների ու թուրքերի համար լավ խորոված կեփենք ու նրանք կգան համերգներին, ձերի համերգ ուրախանալու բան կանեն։ Այսինքն սա է, մենք դատապարտված ենք։ Եթե ինչ որ ես մի հատ բան կասեմ, էսի վերջին բանն է։ Ոստեղ անկման մեջ ինչ է ասում, եթե նույնիսկ դու Սիզիփոսյան գործն ես անում, քարը տանում ես ներքև ամեն անգամ, բայց դու իդեա ունես, ինքը կողքից մարդիկ կարող է տեսնեն ու ոգևորվեն։ Ու ինչի եմ ասում, ես այսօր ասեցի պետք է խոստովանեմ, որ մի քանի անգամ ես ուզեցել եմ ընդհանրապես դադարեցնեմ, ասում եմ ինչի ենք անում մենք։ Ես ու Լևոնը նստած ինչ ենք խոսում։ Սիզիփոսյան աշխատանքը։ Հա, որովհետև Սիզիփոսյան, որովհետև մարդկանց ում է պետք մեր էս արածը, բայց երբ որ տեսնում ես, որ կարող է հնարավոր է մի մարդ էլ ինքը չզիջի իր սկզբունքները, իր առանապատվությունը, ինչ որ խոսքից հետ կապված, նշանակում է իզուր չէ, այդքան էլ իզուր չէ, էլի։ Ուրեմն այս դրական նոտայի վրա փորձ ենք ավարտել, որ չի արվում։ Հա, ու մենք երբևէ խորհուրդ չենք տալիս, բայց ես շատ կուզեմ խորհուրդ տամ, որ երկու գործն էլ կարդան, իսկ Պանտալյոնը, եթե ուզում եք տրամադրությունները բարձրանա, պարտադիր կարդացեք ու երկու վեպերի մեջ էլ ամբողջությամբ կտեսնեք Հայաստանի այսօրվա վիճակը։ Եղավ, շնորհակալություն, հաջողություն։ Ստեսին ձեզ։